Տարվա սկզբին էր առողջապահության նախարարությունը ցանկություն հայտնեց, կարճ ժամանակ անց էլ իրագործեց այն։ Մարզային բուժհաստատությունների կառավարումը մարզպետարաններից իր ձեռքը վերցրեց։ Ու ահա առողջապահության գլխավոր պատասխանատուն նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն ավելի կուռ միասնական համակարգ ունենալու օրակարգով 42 բուժկենտրոնի տնօրեններին մեկ հարկի տակ է հավաքել, ներկայացրել իրենց քաղաքականության առաջնահերթությունները, մեկ հստակ պահանջ դրել։ Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ։ Ծախսերն ու եկամուտները բուժկենտրոնների կառավարման մոդելը փոխելու հենց առանցքային պատճառներից էին։ Նախարարությունը հիմնավորել էր ծախսերի հիմնական տեսակարար կշիռն աշխատավարձերն են, ինչը առողջապահական կազմակերպության համար խնդրահարույց է, ոչ ճիշտ պլանավորման արդյունք։ Գերատեսչությունը հույսել չուներ, թե համապատասխան գիտելիքներով ու փորձով կառավարիչների կգտնի մարզային ենթակայության մեծաթիվ բուժկենտրոնների համար, ու նաև այս պատճառով միակ հնարավորությունը ղեկն իր ձեռքն առնելու տարբերակը տեսավ։ Իհարկե առողջապահության նախարարությունը պետք է մարզային բուժ հիմնարկների թե կառավարման, թե վերահսկողության գործընթացում իր դերը ունենա թրեքուզների համար, որպեսզի ապահովի կադրային որակների բարելավումը։ Եթե մնացած հարցերը չքննարկենք, բայց միանձնյա կառավարելը դա միանշանակ սխալ է։ Փորձագիտական համայնքն ի սկզբանե դեմ էր այս ձեռնարկին, պնդում էին լուրջ հետընթաց է, որ համակարգը բազում նոր խնդիրների առջև է կանգնեցնելու։ Նաև հակադեմոկրատական բնորոշումն էին տալիս։ Առողջապահության կազմակերպիչն օրինակ նշում է, կարելի էր կառավարումը մասնակի վերցնել։ Երևան քաղաքում պետական ծննդատուն փակվեց։ Այն չէ՞ ժամանակ առողջապահության նախարարությունը այդքան նամակներ ուղղեց եւ այլն, ոչ մի գործուն քայլ չարեցին, ոչ մի դերակատարում չարեցին։ Հիմա անհանգիստ են մարզային հիվանդանոցների ճակատագրի վերաբերյալ։ Այլ երկակի ստանդարտներ է։ Մարզային բուժ հիմնարկների կառավարման մոդելը փոխելուց բացի հիշեցնեմ, որ այս կենտրոնները զուգահեռ նաև օպտիմալացվում են։ Էլի արդյունավետ կառավարման հարցն է սեղանին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։